Շնորհակալություն ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, հարգելի գործընկերներ, նախ ի սկզբանե պետք է ասեմ, որ ես շնորհակալ եմ որպես գյումրեցի պատգամավոր, որպես լեննագանցի բոլոր այն ելույթներից, ովքեր սրտացավորեն ուղղեցին այսօրվա այս վարկային ծրագրի հետ կապված եւ ովքեր իրենց ելույթներում անկեղծորեն փորձեցին հնարավորինս անել, որպեսզի Գյումրին հանրապետության երկրորդ քաղաքը իր, ասում է, այն ավանդապաշտ ավանդույթներով հարուստ Գյումրին կարողանա զարգանալ։ Այսօր, այո, հետ երկրաշարժյան Գյումրին մենք գիտենք, որ 1988 թվականի երկրաշարժը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք խլեց եւ ամենաշատ զոհեր ցավոք սրտի մենք ունեցանք Գյումրիում։ Եվ այսօր երբեմնի իր տնտեսապես զարգացած արդյունաբերությամբ երկրորդ քաղաքը համարվող Գյումրին կորցրեց ամեն ինչ հաշված վայրկյանների ընթացքում։ Մարդիկ կորցրեցին տուն, տեղ, ապրուստ, հույս, ունեցանք ֆիզիկական կորուստներ, սա ցավ էր։ Իհարկե, կլինեն, ես միանում եմ պարոն Գրիգորյանի ասածին, որ կլինեն մարդիկ, ով կփորձեն էժան շահարկումների հետ կապված փորձեն դիվիդենդներ շահեն Գյումրու վրա, բայց չի ստացվի, որովհետև մենք գյումրեցիներս քաջատեղյակ ենք, որ մենք, ասում է, բոլորս իրար լավ ճանաչում ենք։ Բոլորս գիտենք, ով ում տղան է, ով ինչ կատեկեր է, ում պապն ու մամնով են։ Բոլորս գիտենք։ Այդ օրերին ով էր մեր կողքը, այդ օրերին ինչեր արեցինք, ինչպես հնարավորինս փորձեցինք վերականգնել մեր քաղաքը։ Այդ ամեն ինչը գիտեմ, ես չեմ ուզում դրան անդրադառնալ։ Ես ընդամենը ուզում եմ ասել, որ գիտեք ինչ, մի խոսք ասեմ, գիտեք, վերջը տիրոջն է ցավ տալիս, եւ մենք ամեն ինչ գիտենք, եւ չեմ ուզում շեղվել, ուղղակի մի բան ասեմ։ Փառք ու պատիվ են մարդկանց, ովքեր իրոք անկեղծորեն Տեր կաղնե եւ Տեր են կաղնում, որպեսզի կարողանա Գյումրեցին իր մեջքը շտկի։ Թող բոլորը հիշեն, որ Գյումրին կա եւ կմնա որպես արեստի ու արվեստի քաղաք, որպես նամուսի ու թասիբի քաղաք, սպորտի ու մեծերի քաղաք, մեկ բառով ասած։ Այո, մենք բոլորս գիտենք, ես չեմ ուզում այս ժանրին անցնել, բայց չեմ կարող երկու բառ չասել, քիչ առաջ մեր Արտաքին հանձնաժողովի Արտակ Արաքելյանն անդրադարձավ մի հարցի, ասեց ստիպված էին գյումրեցիները թեթև ատլետիկայով զբաղվել։ Այս տասնյակ տարիներին այն փոսերը, որ կա, Զաքարյան, կներեք, Զաքարյանը, Արտակ Զաքարյանը անդրադարձավ եւ ասեց թեթև ատլետիկայով են զբաղված։ Այո, թեթև ատլետիկայով են զբաղված եւ ցավոք սրտի որոշ դեպքերում սա կարծրացավ մարդիկ այնքան այդ փոսերի վրայից թրցան, որ քաղաքական դաշտում է համալրվեցին մարդիկ, ով թեթև ատլետիկայի լավ վարպետներից դարձան։ Այո, ինչպես Նաիրա Զորաբյանն ասեց, գյումրեցի վարորդները շումախերներ են, որտեղ հնարավոր չէ այդ փոսերին։ Ես հիշում եմ, երբ տասնյակ տարիներ առաջ մի դեպք ստացվեց, երբ մեքենան անցնելով հանրահայտ Սևյան փողոցով, դեպոյի հարագից տարածքով, այդ երկաթգծի միջանցքում հայտնվեց ամբողջության ջրի մեջ։ Տպավորություն էր, թե մեքենան վերածվել է լոդկայի։ Ինչ եմ ուզում ասել, ես բոլորը տեսե անցել եմ։ Իսկ հիմա ես ուզում եմ կոնկրետ խոսել այս վարկից եւ ուզում եմ մի քանի մեջբերում բերել։ Գիտեք, դեռ 2008-9 թվականներին, երբ ամեն ինչ արվեց եւ մենք ակտիվ մասնակցություն ունեցանք, որ Գյումրիում եւ ընդհանրապես Աղետի գոտու մանեթովանության խնդիրը լուծվեր, շուրջ 250 միլիոն միայն Գյումրիին ուղղվեց։ Ես հիշում եմ, թե այդ ժամանակ ինչպես էինք մենք հայ-ռուսական բարեկամության խմբում, եթե չեմ սխալվում, անուններ չտամ, Տիգին Նաղդալյանն այստեղ չի, բայց ինչպես համառորեն փորձում էինք 500 միլիոնը բերել, դուք այստեղ եք, հիշում եք բանակցությունների ընթացքում, որ 500 միլիոնից 250 ուղղվելու էր բնակարանաշինությանը։ Իհարկե ուղղվեց, իհարկե գործ կատարվեց։ Շուրջ 3000 բնակարան միայն Գյումրիում կառուցվեց, շուրջ 130,000 քառակուսի մետր։ Բայց ինչ եղավ։ Այն ժամանակ, երբ գյումրեցի քարտաշները այնքան աշխատանք ունեին, երբ գյումրեցի քանդակագործները, ես չեմ հիշում այդպիսի մի դեպք, որ եկեք քարտաշությամբ էին զբաղվում, որովհետեւ իրենց քաղաքը կառուցեին։ Էլան, ասում է,
մուժն ու մալան ձեռքերի տակը դրած, թևերի տակը գնացին արտագնա աշխատանքի խոպան Ռուսաստան։ Ով կատարեց աշխատանքը։ Այդ միջազգային մրցույթների տապնեկիր Գլենտել Իլզը տեսանք գործը։ Այդ սուպարյադներով ինչ կատարվեց։ Աշխատատեղերից էինք խոսում, սոցիալական ծրագիր պիտի լուծի վարկը։ Ով խոսեց այդ մասին։ Բա այս 23 միլիոն նուր, 250 միլիոն նուր։ Ոնց որ մասի սարն ու ասում է թոպի տարը։ Համեմատելու բան չկա։ 4-5 տարի շինարարություն եղավ։ Որևէ գյումրեցի կազմակերպություն չմասնակցեց։ Հիմա էլ այնպես ենք խոսում, որ կարծես թե այստեղ կուրսք են ծեծում, եսի ինչ են արել, վար։ Խոսք կա, չէ՞, կինոյի ասում է հնձազները խոտ չի։ Այսօր վարկ է բերել ենք, 20-250 միլիոն վարկ ենք տեսել։ Բա ես որպես գյումրեցի հիմա խոնարհվում եմ Քրկոյանի հիշադակի առջև։ Այդ Նիսի ծրագրում իրոք այդ հայրենասեր մարդը 220-250 միլիոն տրամադրեց ամբողջ Հայաստանին կառուցվեցին։ Հիշեք, Նիսի ծրագիրը նույն գյումրեցի շինարարներն էին շահում, վատ էին կառուցում։ Ստուգումը շատ էր, հսկողությունը շատ էր, փորձեին մի կոպեկ։ Ինչ էր կառուցվեց, ինչքան մարդ գործ ունեցավ։ Հիմա ամբողջ խնդիրն այն է, որ մենք կարողանանք իրոք աշխատատեղ ստեղծենք։ Չեմ կարող չհիշել պարոն Շարմազանով, երբ մենք Բելարուսիայում ենք, Մինսկում, դուք փորձում եք ամեն ինչ անել որպես խմբի ղեկավար, մենք քննարկում ենք, որ Շիրակ օդանավակայանից լիներ չվեր դեպի Մինսկ։ Առավել ևս, որ օդի տուրկը հանած է։ Ասում ենք ազատ տնտեսական կոդի ստեղծվի, լինի չվեր, ասում ենք այնտեղից մենք ունենք ձեր ասած բոլոր գործարանները, հեղկոխաստոսների գործարան, մենք ունենք սրոմաշինա գործարան, այդ բազայի վրա մենք ունենք դափնոցամամլիչային, ունենք մեքենասարքավորումների գործարան, հեծանեֆի գործարանից բռնած ունեցել ենք, կուկլի գործարանել ենք ունեցել։ Հիմա ինչ ենք ասում ենք բերենք այդ տրակտորների զբորկան անենք այստեղ։ Բայց արդյունքում նոր աշխատատեղեր կստեղծեր, հիմա Շիրակ օդանավակայանում արդեն չվերթներն են վերանում, փակվում է։ Այս տեսանկյունից ես կարևորում եմ, որ իմ կողմից ներկայացվել է Գյումրի քաղաքին հարկային արտոնություններ տալու մասին օրենք, որտեղ անդրադարձ կա նաև Գյումրիում վարկային ծրագրերի իրականացմանը։ Այսինքն այնտեղ շատ պարզ գրել եմ, որ պետք է նախապատվություն ստանան գյումրեցի շինարարները, այսինքն այն շինարարական կազմակերպությունները, որոնք գրանցված են Գյումրիում եւ իրենց գործունեությունը ծավալում են Գյումրիում։ Եկեք բաց է նախագիծը, բոլորս միավորվենք։ Հիմա ես չեմ ուզում, անձնավորում ենք ցանկացած խնդիր։ Հիմա այստեղ նշվեց, իմ գործընկերն ասեց ավտոկայանի հետ կապված էլի ելույթ եղավ կարծեմ, բայց երկրորդ քաղաքն ավտոկայան չունենա Քարաշեն։ Գիտեք, այսօրվա դրությամբ պետք է ունենա։ Բա այն վարկը, որ ասում ենք այստեղ, շնորհակալ եմ պարոն Ավետիսյան, որ կոնկրետ թվերով բերեցիք, ես չէի հավատում, որ 188 միլիոն էլեկտրոէներգիայի գումար տանք, ես պատական չասացի փոքրիկ Փարիզը կդառնա Գյումրին եւ պարզաբանվեց, որ ես ճիշտ էի։ Այսինքն դա կարող են տանուր ծախսերին գնալ սպասարկման եւ այլն եւ այլն։ Եվ դա ասված կա այդ օրը, որ 200 չէ 400 միլիոն տանք լուսավոր, մենակ էլեկտրոէներգիայի գումար Գյումրին եւ գալու է այդ օրը, ես չեմ կասկածում, լավատես եմ։ Հիմա գիտեք ինչ, այսօրվա դրությամբ ես չեմ ուզում մանրամասն անդրադառնալ այդ ձեռքբերումներին եւ այլն, որովհետեւ ամեն ասում է Գյումրեցին իմաստուն է եւ կարող է իր խոսքը ասի, ինչպես Շիրազն ասում էր, որ երբ հարցնում էին դե մենակ ես վարվեց շրջում, ասում էր արյուզները մենակ են շրջում, կայլերն են ոմագով շրջում, կամ ինչպես Իսահակյանին ասում էին, հարցում էր իր հանրահայտ խոսքը, որ ուրիշի կրգին նստած սեր է խոստանում ինձ։ Ինչ եմ ուզում ասել։ Այսօրվա դրությամբ գյումրեցիները լավ գիտեին, ոնց անեին, որ փողոցներն ընտրեին։ Հələ վարկը ձեռք չբերած 14.6 միլիոն եվրո չհաշված այն գրանտային մասը, զուտ վարկային մասը, այսինքն ընդհանուր առմամբ այդ 23 միլիոնից շուրջ 2 միլիոնը տրվում է խորհրդատվական ծառայություններին եւ այլ ծախսերին։ Այո, այսօր ես կոչ եմ անում բոլորս քվեարկենք այս վարկը շատ անհրաժեշտ է Գյումրիում։ Պետք է կառուցվի Գյումրին։ Բայց հələ դեռ վարկը չստացած 700,000 շուրջ, չէ՞ պարոն Սուկասյան։ Ավետիսյան 700 թե 600,000 արդեն փոխանցվել է։ Այսինքն այդ խորհրդատվական ծառայություն արդեն փոխանցվել է։ Սա նույնպես ճիշտ է։ Այսինքն ծախսվել է խորհուրդ տան, որ 10 փողոցը որ ընդրենք։
ինչից ուզում է լինի, թեկուզ նվիրատված գումարից լինի, ինչ եմ ուզում ասել։ Մենք ասում ենք, որ արդյունավետ ծախսվի այս գումարները։ Մենք ասում ենք, որ այսօր Գյումրեց ու ուսերին չթողնվի առանց այն էլ այդ աղքատիկ բյուջեի, որովհետեւ մենք կարողանանք այն խնդիրները, որ այսօր ծառացել է, դրանք լուծենք, այդ երկրորդական փողոցների հարցը լուծենք։ Ի վերջո Տոգոսը սպասարկելու է Գյումրին, անկախ գումարի չափից։ Ես պատական չանդրադարձա աշխատատեղերին եւ ուզում եմ իմ ելույթի վերջաբանում մեկ անգամ եւս կարեւորեմ, սիրելի գործընկերներ, ես հավատացած եղեք, որ այդ օրենքի նախագիծը, որը ներկայացրել եմ, դա երկար ուսումնասիրված եւ բոլոր տվյալները հաշվի առած մի օրենքի նախագիծ է ներկայացվել, որը շատ կարեւոր է։ Եթե մենք ուզում ենք մեր Գյումրին զարգանա, ես հիմա հորդորում եմ կառավարությանը, որ վերանայի իր դիրքորոշումը։ Առանցին գերատեսչությունները դրական եզրակացություն են տվել, իսկ ընդհանուր կառավարությունը դեմ է հանդես եկի այդ օրենքին։ Առաջիկայում ես լայն քննարկումներ կծավալեմ Գյումրիում եւ պատրաստ եմ բոլորի հետ համատեղ այն Գյումրու բոլոր տնտեսագետների կարծիքը լսել, հասարակական կազմակերպությունների կարծիքը լսել, իմ գործընկերների կարծիքը լսել եւ բոլորս միասին կարողանանք կյանքի կոչել այդ օրենքը։ Զուգահեռաբար այս վարկի ծախսման հետ կապված մենք պետք է կարողանանք այդ օրենքը ունենանք, որ մեր տաքսու վարորդը կարողանա տաքսիստն ազատվել այս արտոնագրային վճարների։ Չի կարող ծայրից ծայր երթևեկում է, այդ փոսերով երթևեկում մեքենան կոդրում է, այն որ ասում է Գյումրեցին ջարդուխուրդ է անում 500 դրամից ավել տվող չկա, էլ ինչը հարկ տա, իրան գումար չի մնում օրվա հացի փող։ Կամ չգիտեմ, նույն Գյումրու փոքր ու միջին ձեռնարկատերը, առևտրականը, չգիտեմ, Գյումրու ստոմատոլոգիայի աշխատակիցը, բայց չտանք էս արտոնությունը, աննախապատվություն չտանք Գյումրեցի շինարարներին եւ այլն եւ այլն։ Ամփոփելով խոսքս, ես մեկ անգամ եւս կոչ եմ անում բոլոր իմ գործընկերներիս, առաջի դեպքն է, որ վարկային ծրագրին ես կողմ եմ քվեարկելու եւ մենք բոլորս իմ պատկերացումներով կողմ կքվեարկենք, որբիսի իրոք կարողանանք այս գումարները ծառայեցնել մի կարևոր նպատակի, որ արժանավայել եւ արժանապատիվ Գյումրեցին ունենա կաշկին փողոցներ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Օրինակ եկի խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյան։